7 տարի առաջվա իրողություններին անդրադառնալով եւ այս 7 տարիների մասին Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական հայտարարություն բացահայտում է արել, նշել է, որ որոշ երկրներ շահագրգռված էին Հայաստանը մասնատելու ճանապարհով Զանգեզուրի միջանցքի անվան տակ փակել Իրանի ելքը դեպի Եվրոպա եւ Թեհրանը կարողացել է խափանել այդ գործարքը։ Ըստ ձեզ այդ որոշ երկրների այդ ծրագրերը վերջնականապես խափանված են, թե պետք է շարունակվեն եւ հակազդեցություն պետք է։ Ոչ, մենք միշտ էլ արտաքին վտանգի առկայություն զգացել ենք եւ զգալու ենք։ Ես չեմ կարող մեկնաբանել Իրանի, ինչպես ասեցիք, համապատասխան պաշտոնյայի ասածները։ Համենայնիվ ծրագրերի մասին դուք ակնարկել եք, պարոն նախագահ, գլոբալիստական գերքաղաքական։ Ոչ, ես այդպիսի բանի մասին չեմ ակնարկել, ես միշտ ասել եմ, որ այո, Հայաստանը ունի եւ ունենալու է անվտանգության մեծ խնդիրներ։ Պարոն նախագահ, արդեն 6-րդ անգամն է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին հարցաքննության են կանչում, արդյոք նրան ուզում են ձերբակալել եւ այդպիսով փակել Արցախի էջը։ Չեմ կարծում, որ ցանկություն ունեն Սամվել Շահրամանյանին ձերբակալելու, ես չեմ տեսնում այդպիսի ցանկություն, սա մեկ, երկրորդ, որևէ մեկին ձերբակալելով, որևէ մեկը չի կարողանալու Արցախի էջը փակել։ Այնպես որ Իսկ Արցախի վերադարձը ինչպես եք պատկերացնում։ Այս պահին ոչ մի կերպ։ Այս պահին ոչ մի կերպ։ Պարոն Սարգսյան, վեհապարի հետ առաջին նախագահան հանդիպեց, արդյոք պատրաստվում եք դուք ևս հանդիպել աջակցություն ցուցաբերել։ Ես պարբերաբար եմ հանդիպում վեհապար Հայրապետի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի կարող եմ հանդիպել։ Իդեպ դուք ինչպես եք գնահատում այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա այսպես հարձակում եղավ ՔՊ-ի կողմից, այն պարագայում, երբ որ Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հենց Նիկոլ Փաշինյանի հետ պայքարում էր ձեր դեմ եւ ասում են Նիկոլը Լևոնի հոգեզավակն է, ու հիմա փոստը նրան էլ այսպես ապերախտություն ցուցաբերեցին նույնիսկ իրենց հոգեվոր հոր նկատմամբ։ Ես մի անգամ ասում եմ ձեր հարցին պատասխանել եմ, որ ես չեմ համարում այսօրվա կառավարիչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ։ Ուղիղ այնպես, ինչպես տարբեր այսպես շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում շարժման ղեկավարի հոգեզավակ։ Իսկ թե ինչպես պատահեց, շատ պարզ։ Այդ մարդը Հայաստանի կառավարիչի նկատի ունեմ, ինքը ամեն ինչ անում է, որ ցանկացած մի երևացող մարդու վարկաբեկ է։ Իդեպ կոմպրոմատների մասով նաև շատ են այս տարիներին շատ խոսվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը գործակալ են, Թուրքիայի գործակալ են, չգիտեմ ինչ-որ հատուկ ծառայությունների, եւ ասում են, բա նախորդ 10 տարիների ընթացքում էլ հատուկ ծառայությունների այդ մասին որևէ բան չգիտեն, դուք երբևէ ձեզ զեկուցել են թեկուզ կասկած, որ նրանք օրինակ, չգիտեմ, հավաքը գրված են այս կամ այն ուժի կամ երկրի կողմից։ Ոչ։ Մաքուր է եղել նրանց անցյալը քաղաքական եւ ես ոնց կարող եմ դա հաստատել։ Արարատ Միրզոյանի մասին է։ Ես ասում եմ շատ պարզ բան, որ ես այդպեսի զեկույց չեմ լսել։ Գուցե հատուկ ծառայությունները ճիշտ չեն աշխատել այդ տարիներին։ Միգուցե ամեն ինչ շատ հնարավոր է։ Ամեն ինչ շատ հնարավոր է։ Դրա համար էլ ես չեմ կարող ասել, նրանք ոնց պարզ մաքուր են, էլի այդ։ Բա Միքայել Մինասյանը ինչպես հրապարակեց այդ թուղթը Արարատ Միրզոյանի մասով։ Միքայել Մինասյանը։ Դե որ տեսնենք։ Նախագահ